Սիրելի հայ ժողովուրդ, այսօր մենք ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության սրբազան նահատակների հիշատակը։ Սա միայն տարելից չէ։ Սա սրբազան ուխտի օր է, երբ մեր հոգիները միախառնվում են մեր նահատակված պապերի հոգիներին, վերստին վերապրելով ցավը, բայց միևնույն ժամանակ վերազինվելով նոր ուժով ու վճռականությամբ։ 110 տարի առաջ մենք զենքով պաշտպանված չէինք, բայց ունեինք հավատ, մեր եկեղեցին, մեր լեզուն ու մեր մշակույթը։ Այդ արժեքների համար էլ մեզ սպանդեցին։ Բայց այսօր մենք ունենք ավելին, մենք ունենք պատմական գիտակցություն, ցավոտ դասերի փորձ եւ ամենակարևորը՝ սրբադասված մեր նահատակների պատգամը, ոչ թե մնալ որպես զոհ, այլ վերածվել ուժի, հպարտության ու արժանապատվության խորհրդի։ Մեր սուրբ նահատակները զոհ չեղան միայն խղճահարություն առաջացնելու կամ զոհի կերպարով աշխարհին իրենց ողբը ներկայացնելու համար։ Նրանք սրբադասվեցին, որովհետև իրենց արյունով կնքեցին մեր հավատի, մեր ազգային գոյության եւ պատմական իրավունքի հավերժությունը։ Հիշել նշանակում է արթնանալ, հարգել նշանակում է գործել, ոգեկոչել նշանակում է հզորանալ։ Մենք պետք է հզորանանք ոչ միայն ռազմական, այլև հոգևոր, կրթական, մշակութային եւ պետական իմաստով։ Պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որի նկատմամբ ոչ ոք չի համարձակվի կրկնել պատմության մութ էջերը։ Երբ սրբերը նայում են մեզ վերևից, նրանք չեն ուզում տեսնել զոհի խոնարհ վիշտը, այլ տեսնել արդյոք մենք վերածվել ենք այն ազգին, որի համար իրենք կյանք տվեցին։ Ուստի այսօր մեր սրտերում թող հնչի մեկ բացականչություն. երբեք այլևս, never again։ Այդ խոսքը պետք է լինի ոչ թե հուզական կարգախոս, այլ ազգային ծրագրի առանցք։ Երբեք այլևս թույլ չտալ ցեղասպանություն, երբեք այլևս չթուլանալ, երբեք այլևս խղճահարության դիմաց մեր արժանապատվությունը չզոհել։ Մեր հիշողությունը, մեր վահանն է, մեր հզորացումը, մեր հատուցումը, մեր միասնությունը, մեր ապագան։ Թող հավերժ փառաբանվեն մեր սրբադասված նահատակները, թող ապրի հայ ժողովուրդը, թող երբեք չմեռնի արդարության ձայնը։ Քանի դեռ մենք կանք, իրենք էլ են կենդանի։ Քանի դեռ հզորանում ենք, նրանց զոհաբերությունն արդարանում է։ Եվ քանի դեռ բարձրաձայն ասում ենք never again, նշանակում է մենք արժանի ենք նրանց։ Աստված պահապան հայոց աշխարհին։